Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Մանտելիո Լանապուլի մեջ հարկանքի դուրք հայրուցի ասպանության զոհերու հիշադակին։ Արևմտյան Հայաստանի խորհրդարանը ամփոփեց ապրիլյան ցերնարկները։ Ցեղասպանության հիշողությունը արվեստի լեզվով։ Անբադիժ մնացած ոչիրը կշարունակվի։ Արևմտյան Հայաստանի պատմություն ու ներկան մեծ արձական կդած ֆիլմը։ Վերաբրողի ցայնը որպես հիշողության եւ զգոնության պատգամ։ Աջակցինք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները ներառյալ հայ մարտիկներու եւ անոնց ընկերներու ազգային միության նախագահ Վրեժ Աբրամյան, երկրի նախագահ Արմինակ Աբրամյանի գլխավորությամբ Մանտելիո Լանապուլի մեջ հարկանքի դուրք մատուցեցին հայրու ցեղասպանության անմեղ զոհերուն հիշադակին։ Ցերնարկը դեղի ունեցավ հանդիսավոր եւ խորաբես խորհրդանշական մթնոլորտի մեջ, համախմբելով տարբեր համայնքներու ներկայացուցիչներ եւ հայության բարեկամներ։ Արարողության ընթացքին մասնագետները ձաղիկներ խոնարեցին եւ լրությամբ ողջագործեցին 2 միլիոն նահատակներու հիշադակը, վերահաստատելով պատմական արդարության եւ հիշողության պահպանման կարեւորությունը։ Իր ելույթին մեջ նախագահ Արմինակ Աբրամյանը ընդգծեց, որ նման ցերնարկները ոչ միայն հարկանքի դուրք են անցյալին, այլև գոչ շարունակելու պայքարը հանուն ճանաչման, արդարության եւ իրավունքներու պաշտպանության։ Նշվեցավ, որ հայրու ցեղասպանության հիշողությունը կշարունակե միավորել հայ ժողովուրդը աշխարհի տարբեր ձակերուն, դառնալով ինքնության պահպանման եւ սերունդներու գրթության կարեւոր բաղադրիչ։ Ցերնարկի մասնագետները շեշտեցին, թե պատմության դասերը պետք է մշտապես հիշվին, կանխելու մարդկության թեմ նոր ոճիրներու գրքնությունը։ Հավաքի ավարտին ներկաները վերահաստատեցին իրենց հանցարությունը, պահպանելու ազգային հիշողությունը եւ շարունակելու պայքարը հանուն ճշմարտության եւ արդարության։ Ապրիլ 22-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 14-րդ նիստը։ Օրագարկը միացան ընդունվել են յետ քննարկվեցան ապրիլյան ցերնարկներու արդյունքներն ու առաջիկա ծրագիրները։ Ապրիլ 24-ին կազմակերպված էր հիշադակի արարողություն, որուն ընթացքին պատվիրակությունը եւ ներկայացուցիչները միասնական քայլերով բարձրացան հուշահամալիր հարկանքի դուրք մատուցելու հայրու ցեղասպանության զոհերու հիշադակին։ Նշվեցավ նաեւ, որ ապրիլ 26-ին նախադեсված է վավերագրական ֆիլմի ցուցադրություն։ Ապրիլ 28-ին դարձյալ նախադեсված այցելություն հուշահամալիր, ձաղիկներու խոնարհումով եւ երախտագիտության խոսքով այն երկիրներուն, որոնք ճանաչած են հայրու ցեղասպանությունը։ Ցերնակներու ձիրին մեջ ընդգծվեցավ ազգային հիշողության պահպանման, միասնականության եւ հայրենասիրության կարեւորությունը։ Ներկայացուցիչները շեշտեցին, թե հայ ժողովուրդը հաղթահարելով պատմական փորձությունները, կշարունակե իր պայքարը պահպանելով ինքնությունը եւ պաշտպանելով իր իրավունքները, միաժամանակ կարեւորելով հանրային իրազեկության բարձրացումն ու իրավական նախաձեռնություններու զարգացումը։ Նիստի ավարտին ելույթ ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրամյան, ամփոփելով քննարկումները եւ ընդգծելով հետագա քայլերու կարեւորությունը։ Արվեստը միշտ եղած է մարդու ներաշխարհի ամենախոր շերտերը արտահայտելու միջոց, հատկապես այն ժամանակ, երբ խոսքերը այլևս բավարար չեն։ Հայ ժողովրդին համար անիկա դարձած է նաեւ վերաբրովի եւ հիշողության պահպանման հզոր գործիք։ Ավելի քան 1 դար անց հայրու ցեղասպանությունը կշարունակե ներգործել հայ արվեստագետներու ստեղծագործություններուն վրա, վերածվելով ոչ միայն պատմական հիշողության, այլև անձնական ու հավաքական ցավի արտահայտության։ Նույնիսկ այն սերունդները, որոնք անմիջապես չեն ապրած ցեղասպանության ողբերգությունը, կգրեն անոր հետևանքները փոխանցված հիշողության եւ մշակութային ժառանգության միջոցով։ Այս ծիրին մեջ արվեստը կդառնա գամուրջ անցյալի եւ ներկայի միջև, հնարավորություն տալով վերաիմաստավորելու գորուստի, ցավի եւ ինքնության հարցերը։ Այսօր, երբ աշխարհի մեջ կշարունակվին տարբեր հագամարտություններ եւ զանգվածային բռնություններ, հայրու ցեղասպանության նյութը նոր հնչեղություն կստանա։ Հայ արվեստագետներու գործերուն մեջ անիկա կվերածվի ոչ միայն հիշադակի, այլև զգոնության գոչի, հիշեցնելով, թե պատմությունը պետք է գտնվի։ Հայրու ցեղասպանության ուրացումը եւ ոճակորձերու անբաժանելիությունը կնշանակեն, որ հանցանքը կշարունակվի ուրացման միջոցով։ Չբաժված հանցանքը կգրտնվի։ Ուրացումը ցեղասպանությունը կդարձնի հավերժական, արտարացնելով ոճակորձը եւ մեղադրելով զոհը։ Այս անբաժանելիությունը մեր աշխարհակրթության մեջ շարունակեց արյունը, արցունքն ու սուկը։ Նոր հանցանքներ ծնան, որովհետեւ արդարությունը չհաստատվեցավ։ Ցեղասպանության ուրացումը միայն ժխտում չէ, այլ նաեւ զոհերու ժառանգներուն ստիպել գրգին ապրիլ աղետը առօրյայի մեջ, միևնույն ոճակորձները հերոս ներկայացնելով։ Ուրացումը կսերմանե թշնամանք եւ ցեղապաշտություն, կվիրավորե զոհերու հիշադակը եւ կխորացնե հաջորդ սերունդներու վերքերը։ Կդարածվի նաեւ pedagogan ու հասարակական մագարտակներով։ Ցեղասպանության ճարտարապետներ Էնվեր Տալիատ եւ Ջեմալ Փաշաներուն ուղված գովասանքները, ինչպես նաեւ ըթիհադականության քարոզչությունը կբազմանան։ Ցեղապաշտությունը կսնանի եւ կդարածվի հասարակության մեջ։ Ցավոք նոր սերունդներն ալ կդաստիարակվին նույն այս մտայնությամբ։
Թուրքիո հայերը կստիպին ապրիլ ուրացման մթնոլորտին մեջ, իսկ Սփյուռքի հայությունը կգրե շարունակական վիրավորանքները հերու իր հայրենիքին։ Այս իրականությունը մաս կգազմի այն ցեղասպանության ժառանգության, որոնց վրա կառուցված է պետական համագարկի մտածելակերպը, սկիզբ առնելով 20-րդ դարու սկիզբի հայերու, ասորիներու եւ հույներու ցեղասպանութենեն։ Ուրացումը հասած է այն աստիճանի, որ ցեղասպանություն բարի երկար ադեն արգելված էր եւ նույնիսկ մտավորականները գխուսափեին զայն օգտագործել է։ 2005-ին առաջին անգամ հրաբարակավ օգտագործվեցավ այդ եզրույթը։ Այս դիրքորոշումներուն պատճառով բազմաթիվ թադեր բացվեցան, թեև անոնց մեջ շատերը ավարտեցան անբարդությամբ։ Ցեղասպանությունը միայն գոդորած չէ, այլ նաև աքսոր, սով, հիվանդություն, բռնություն եւ լայնածավալ գողբութ, ներառյալ ունեցվածքի եւ դրամական միջոցներով բռնագրավում։ Ապրիլ 24-ին կհիշվի նաև Սևակ Շահին Բալեքջիի սպանությունը 2011-ին որպես շարունակական անարդարության օրինակ։ 2005-ին ի վեր ամեն տարի կհնչե նույն պահանջը՝ վերջ տալ ուրացման, ընդունել հանցանքը իր բոլոր հետևանքներով եւ հաստատել արդարություն։ Միայն այդ բարակային կարելի է հուսալ, որ հոգիները կգնան հանգչիլ եւ արդարությունը կգնա հաստատվել։ Հակառակ բարակային ցեղասպանության հետևանքները պիտի շարունակվին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանի առաքելության մեջ տեղի ունեցավ մշակութային ցերնարկ նվիրված ներկա իրականության եւ պատմական հիշողության պահպանման։ Գետրոնը վավերագրական ֆիլմի դիտումներ, ներկայացմամբ եւ քննարկումով։ Ցերնարկը բացավ ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան, շեշտելով նման նախաձեռնություններու կարեւորությունը ազգային ինքնության պահպանման համար։ Ելույթ ունեցավ նաեւ նախագահ Արմինակ Աբրահամյան, ով շնորհակալություն հայտնեց մասնագետներուն եւ ընդգծեց միասնական ջանքերով աբակայի գերտման անհրաժեշտությունը։ Ցերնարկին ներկային բազմաթիվ հյուրեր, հասարակական եւ մշակութային գործիչներ։ Ցուցադրված վավերագրական ֆիլմը նվիրված էր Արևմտյան Հայաստանի ներկա բնակչության, բացահայտելով անոնց առօրյան հիշողությունները եւ ինքնության պահպանման պայքարը։ Ֆիլմը ստեղծված է Սփյուռքի մեջ բնակող հայրենագիտներու նախաձեռնությամբ, մեծ ջանքերու եւ նվիրումի արդյունքով։ Հատուկ կերպով ընդգծվեցավ նաեւ թարգմանչական աշխատանքը, որ իրականացված է Արևմտյան Հայաստանի Հանրապետության հեռուստաընկերության աշխատակիցներուն կողմէ։ Երկարատև եւ մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ ֆիլմը հասանելի դարձած է ավելի լայն լսարանի համար, պահպանելով իր բովանդակային խորությունն ու զգացական ներգործությունը։ Ֆիլմը կներառեր բնիկ հայերու վկայություններ, ունենալով նաև պատմական արժեք։ Թիդումեն յետ տեղի ունեցավ քննարկում, ուր մասնագետները շեշտեցին նման ցերնարկներու շարունակականության կարևորությունը։ Ցերնարկը վերահաստատեց մշակույթի դերը ազգային հիշողության պահպանման եւ աբակայի գերտման մեջ։ Կյանքը այլևս անտանելի բերմը դարձած էր մեզի վերապրածներուս համար։ Այսպես կվկայի հայրու ցեղասպանությունը վերապրած Հակոբ Մերդանյան, փոխանցելով ամբողջ ժողովրդի ողբերգությունը։ Նորա Պարսեղյանի ներկայացմամբ Գեսարիո մեջ ծնած եւ 6 տարեկանին դարակրություն տեսած Մերդանյանը իր հուշերուն մեջ կնկարագրե սովը, հիվանդությունները, մահվան մշտական սպառնալիքն ու մարդկային արժանապատվությունը գործանող պայմանները։ Եփրադի ափերուն տեսարանները, երեխաներու ջիջերն ու մոր բայկարը կդառնան սարսափելի իրականություն, ուր մանուկը կգործընծնե իր մանկությունը։ Միաժամանակ հուշերը կնշեն նաև հազվագյուտ բարությունը, մարդիկ, որոնք օգնեցին եւ հույս ներշնչեցին, սակայն այս լույսերը չեն մեղմեր ցեղասպանության խոր ցավը։ Մերդանյանի հիշողությունները ոչ միայն պատմական վկայություն են, այլև փարոյական գոչ, չմոռնալ անցյալը, լսել վերապրածներու ցայնը եւ փոխանցել հիշողությունը սերունդներուն հանուն արդարության եւ խաղաղության։ Այս պատմությունները այսօր եւս կզգուշացնեն, թե մորցված ոճիրը կգրնա կրկնվել։ Արևմտյան Հայաստանի հեռուստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հեռուստադիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոտեցումներով։ Մեր հեռուստակայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հեռուստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթարտերտը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հեռուստակայանի հնարավորությունները ալավելի կապրավնթվին։ Մենք ուժեղ ենք միասին։
Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսիացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում, ցեր առաքելություններ պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել է Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն դեղեցություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։